փոխանցվել։ Ինձ միայն տվել են միջանցիկ հաշվի համար, որը հենց կոնկրետ Արշին բանկի հաշվի համարն է եղել, այնուհետև ասեցին, որ փոխանցվել է երկու այլ համարների, որոնք ինձ չտրամադրեցին, ասեց միայն քննչականը թող մոտենա դիմումով իրենց կտրամադրենք, բայց աշխատակիցը անմիջապես ասեց, դե սա սովորական ձեռագիր է, փոխանցված է Ռուսաստան, որի համար 3 օր հետո ինձանից գանձել են միջնորդավճար 8000 դրամի շրջանակներում, մոտեցել են բանկ, ասում է, ինչ փոխանցում է, որ ամեն մեկի համար 4000 դրամ է գանձել, ասես դե որ Ռուսաստան էքսպրես փոխանցում է կատարվում, 4000 դրամ արժի ամեն փոխանցումը, այսինքն իրան գիտեն ուր է գնում, իրան գիտեն միջնորդավճարը, իրան գիտեն ուղղությունը եւ ինչ չեն տալիս ոչ մի տվյալներ։ Քաղվածք եմ ուզում, մեջը միայն գրված է այդ միջանցիկ հաշվի համարը, որի միջոցով փոխանցում է կատարվել այլ քարտերին։ Այլ քարտերի տվյալներ մինչև այսօր չունեմ ոչ ես, ոչ քննչականը։ Իսկ որքան ժամանակ է ինչ այդ վարկը Դեկտեմբերի 23-ին։ Ինչ եք անում, չեք վճարում։ Ես չեմ վճարում, ոչ, բանկին է տեղեկացրել եմ, որ չեմ վճարելու, տարել եմ քրեական վարույթը ներկայացրել եմ, որի հիման վրա մերժման նամակ եմ ստացել, որ քրեական վարույթի համաձայն իրանք ինձ մերժում են, չունենալով դատարանի որոշում։ Կունենաք դատարանի որոշում, նոր կորոշեն, կասեցնում ենք ձեր վարկը, թե ոչ։ Բա դրա հաշվի կարող է ձեր վարկային պատմությունը։ Ես գիտեմ, կարող է ես ընկնեմ սև ցուցակ, կարող է վաղամիսօր կալանքի արդեն հասնի իմ այս ամբողջ ունեցվածքը, բայց ես միևնույնն է, երեք ստացել եմ զանգ, ասել եմ ինձ գրավոր տեսքով ուղարկեք ձեր պահանջները եւ բողոքները, ապացուցեք, որ վարկը ես եմ վերցրել, ես եմ հանել, ես եմ օգտագործել, ես էլ բերեմ վճարեմ։ Ես այդ գումարը չեմ տեսել, ոնց վճարեմ։ Իսկ օնլայն մեյլով ուղարկել են ձեզ պայմանագիրը այդ վարկի։ Ոչ։